Շոյ, ավայկայնս կոսան, վատ բանը, կոսն է վաղթը բուսկը միչկա, երեկ հարցեր լուծի, Դերակցանը ստեյության 5 րոպե ընդամենը փակվեց ճանապարհը, ինչպես տեսնում եք բնակիչները դժգոհում են, որ կանթած հայտարարում են ճանապարհը փակում ենք, բացում ենք, ինչով է դա պայմանավորված, ինչու 5 րոպե է ճանապարհը։ Ուրեմն փողոց փակելը դա ընդամենը նախազգուշական քայլ էր, սիրելի լրագրողներ, ուրեմն մեր քայլը իհարկե լինելու է հաջորդական, մենք մինչև ստանանք մեր հարցի ռեալ պատասխանը եւ խելամիտ պատասխանը, այսօր այստեղից կամ փողոցը ընդհանրապես գուցե 5 րոպե հետո ընդհանրապես երթևեկությունը դադարեցվի, դա ընդհանրապես նախազգուշական քայլ էր։ Մենք սպասում ենք պատկան մարմինների արձագանքը։ Մինչև երբ եք սպասելու։ Մինչև երբ, ընդհանրապես 5-10 րոպե։ Դրանից հետո կրկին փողոց եք փակելու։ Գուցե արդեն հացադուլ ենք հայտարարելու, չգիտեմ։ Հասկացաք, մենք ունենք հաջորդականության քայլեր, որը որ պետք է անենք հաջորդական։ Մեր քայլերը շատ հստակ են, շատ կարևոր, շատ կոշտ, ամեն ուշացման դեպքում մեր քայլերը կլինեն ավելի կոշտ։ Բնակիչները տեղյակ են ձեր քայլերի մասին, ըստեյության այնտեղ բնակիչները դժգոհվում են, որ 5 րոպե տևեց ընդհանրապես։ Բնակիչները հանրությունը դա մեծ հասկացողություն է, բոլորը իհարկե տեղյակ չեն։ Ովքեր են տեղյակ այդտեղ։ Կան մարդիկ, որ տեղյակ են, որոնք կմասնակցում են, որոնք կանեն ինչ որ պետք է, ինչ որ հստակ հրահանգվում է։ Ես կարծում եմ, դուք էլ նկատում եք, մեր հավաքը շատ օրինական է եւ շատ կազմակերպված։ Դուք կարծում եմ ֆիքսեցիք, որ մեր այսօրվա հավաքը շատ կազմակերպված է։ Մենք կփորձենք այդպես շարունակել։ Եթե դրան համարժեք պատասխան չենք ստանա, մեր քայլերը ավելի կկոստացնեն։ Դուք ասում եք արձագանք եք սպասում, բայց արձագանքել են, որ կհանդիպեն ձեզ հետ։ Համես չի բավարարում այդ արձագանքը։ Իսկ ո՞րն է ձեզ մեր հարցի ռեալ ու իրական լուծում։ Մենք պահանջում դա, այսօր մենք պետք է ստանանք դա։ Հիմա մարդիկ 10 րոպե սպասեն եւ նոր հայտարարություն կանեք անելիք վերաբերյալ։ Գուցե 10 րոպե կսպասեն, գուցե ժամը 9-ին համբերեք տեսնենք։ Ձեր այն հորդորը կոչը, որ դուք մարզպետ չեք գնալու Եղվարդում հանդիպելու մարզպետի հետ այլ պահանջում եք այստեղ ինքը կա փոխանցեցին մարզպետին։ Մեր պահանջը անձնական չէ, մեր պահանջը հանրության է, վերաբերում է ամբողջ համայնքին, այդ իսկ պատճառով որ մենք ոչ թե գոռոզամիտ ենք, այլ մենք ընտրել ենք պատկան մարմին, որպեսզի ենթարկվի ժողովրդին։ Այստեղ գտնվում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը իմիջիալով։ Այս ժողովուրդը Հայաստանի Հանրապետության կառավարությունն է։ Մարզպետը ասել էր, որ 10:30 Եղվարդում պատրաստ է ընդունել ձեզ։ Դուք քաղաքացիները բողոքում են, որ չէ, իրենք չեն ուզում գնալ։ Դուք ձեր պահանջը փոխանցեցիք, որ մարզպետը գա այստեղ, այլ ոչ թե գնաք Եղվարդում հանդիպել։ Ես հստակ ասեցի, կարծում եմ, որ մենք մարզպետին ստենք սպասում։ Ուրիշ պատասխան չեմ տվել։ Գործընկերեի նկատի ունի դուք փոխանցել եք մարզպետին, որ նա ներկայանա։ Ով ինձ ներկայացրել է, որ մարզպետը նման հրավեր է արել, ես այդ նույն մարդու միջոցով փոխանցել եմ նաև իմ կարծիքը։ Ո՞վ է այդ հարցը։ Դե ձեզ կարծում եմ չի հետաքրքրի։ Բան ունի ասել, լսեք իրեն։ Ընդհանրապես 5 րոպե ձեր համբերությունը ես հասկանում եմ ձեր համբերությունը նվանում է։ Ընդհանրապես 5 րոպե հետո սպասեք մեր հետագա քայլերին։ Ոչ մի ինքնագործունեության հրաշալի է, շատ լավն է։ Եվ բոլորը հիանում են ձեր կազմակերպչական գործունեությամբ։ Սիրելի քասացիներ, դուք շատ կազմակերպեք։ Ես խնդրում եմ այսպես պահպանել, մենք միայն օրինական ճանապարհով կարող ենք հարցումն հասնել։ Փողոց փակելը Հայաստանի Հանրապետության քաղաքացու օրինական որոշումն է։ Փողոց փակելը դա օրինական է։ Մեր հարցի հոգին քստանալը, մեր ստուգելը, մենք գնանք ծայրահեղ քայլերի։ Ոստիկանությանը խնդրում եմ մեր հորդորներին, մեր ացարի
երևում